Ողջույն եւ բարի գալուց Civilnet-ի տաղավար, այսօր իմ զրուցակիցը Արտակարգ Ալիքի եւ Տավուշ մեդիայի խորհրդի նախագահ, փրկարարծարության գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանն է, ում հետ կզրուցենք վերջին շրջանում իսրայելա-իրանական բախումների հրետակոծություն, հարձակումների շրջանում Հայաստանում քննարկվող կարևորագույն խնդիրների մասին, մասնավորապես թաքստոցների, ապաստարանների, ազդարարման համակարգի եւ ընդհանրապես քաղաքապաշտպանության խնդիրների մասին եւ ոչ միայն, վերջում կանդրադառնանք նաեւ այլ թեմայի, պարոն Գրիգորյանը դա կհուշի, վերաբերում է Սասունցի Դավթի էպոսի օրը նշելու կարևոր խորհրդի մասին, բայց դա արդեն երկրորդ մասում։ Պարոն Գրիգորյան, շնորհակալություն, որ ժամանակ գտաք եւ եկաք մեր տաղավար։ Սկսենք առաջին հատվածից, այս իսրայելա-իրանական հրետակոծությունները, հարձակումները հեռահար զինատեսակներով հուշում է մի բանի մասին, որ պետք է հզորացնել, ավելի խորացնել քաղաքացիական պաշտպանությունը, իրազեկվածությունը։ Ես մի տեղեկության էի ծանոթացել, որ Իսրայելում ավելի քիչ զոհեր կան, քան Իրանում։ Դեռևս պաշտոնապես հաստատումներ չկան, բայց նշվում է, որ քիչ են զոհերը եւ հիմքերից մեկն է, որ Իսրայելը ավելի լավ է պաշտպանված։ Այս կոնտեքստում մենք ինչքանով ենք պաշտպանված։ Շատ խոր հարց է, որովհետեւ միանգամից ուզում ես նետվել եւ խոսել քոչ պաշտպանվածության մասին, բայց գնանք դեպի համեմատություն։ Հա, Իրանը, որը մինչ այդ մոտ մի 10 տարի մարտնչում էր Իրաքի դեմ, ես ձեզ պատմեմ, գնացել ենք դեռ մինչև Ամերիկանի Իրաք մտնելը, Իրաք էին գնացել ծանոթանալու իրենց քաղաքապաշտպանության համակարգին։ Եվ Բաղդադի կենտրոնում Գրիգոր Լուսավորիչ շատ մեծ եկե, ես ինքս էլ էի զարմացած, մինչև վերջերս դա աշխարհում դրսում երկրորդ ամենամեծ եկեղեցին էր։ Եվ այս եկեղեցու կողքը գերեզմաններ կային եւ մեծաքանակ։ Եվ դրանք այն հայորդիների գերեզմաններն էին, որոնք զոհվել էին Իրաք-Իրանյան պատերազմում։ Եվ Իրանում էլ այդպես։ Այսինքն աշխարհի տարբեր երկրներում մենք զոհված հայորդիների գերեզմաններ ունենք, որոնք զոհվել են տարբեր երկրների բախումների ժամանակ։ Մենք կարող ենք էլի բազմաթիվ օրինակներ բերել, երբ հայորդիները աշխարհի տարբեր անկյուններում զոհվել են։ Նու կարող ենք ասել եւ Հայաստանի համար եւ կարող ենք այսպես վերապահումով ասել, այնքան էլ մեծ համար չեն զոհվել։ Հա, եւ այս իրավիճակում մեր երկիրը, որը մենք կարող ենք ասենք 100-ամյա հեռավորության, հա, վերջին պետությունը, որ ունեցել ենք 20-րդ դարի սկզբին, մենք այդ ժամանակ շատ անպաշտպան, դեռ ոչ կառուցիկ, դեռ ոչ ամուր, ել չեմ ասում քաղաքապաշտպանական խնդիրների մասին, այսպես մի քիչ խմբապետական պետություն։ Եվ հայ ժողովուրդը 100 տարի առաջ կանգնած էր էգզիստենցիալ, այսինքն ոչ թե կանգնած էր, այլ բերվեց այդ վիճակի, երբ կորցրեց հայրենիք, երբ կորցրեց մեծ քանակությամբ, ահաբոր քանակությամբ մարդկային կյանքեր եւ սկսեց կառուցել պետություն։ Եվ ահա 100 տարի հետո մենք նորից կանգնած ենք այդ էգզիստենցիալ սպառնալիքի առջև։ Երբ որ մենք էլի կորցրեցինք հայրենիք, կորցրեցինք հազարավոր երիտասարդ մատղաշ կյանքեր եւ հիմա էլ վտանգված է մեր Հայաստանի Հանրապետությունը։ Եվ այն գիտակցությունը, որ պատերազմի կառավարում սա առանձին մի թեմա է, որ երկրի հնարավորությունները լիարժեք օգտագործես քո երկիրը պաշտպանելու համար, այն է հիմա շատ այդ ՆԱՏՕ-ից վերցված եւ հիմա գործի մեջ է դրված, բայց ոնց որ թե պետության կողմից այնքան էլ չի գնահատված համապարփակ պաշտպանության գաղափարը, երբ երկրի ամբողջ ներուժը ներգրավում է երկրի պաշտպանունակության մեջ եւ այս մեր երկիրը, որը ունի իր բանակը, բայց ցավով պիտի ասեմ, որ չկարողացանք այդպես էլ կյանքի կոչել աշխարհազորի մասին օրենքը եւ նույնիսկ պահեստազորը կարգին չի պատրաստվում։ Այսինքն, եթե մենք այդ
20 թվականի պատերազմը նայում ենք, երբ որ երրորդ օրը վերջացավ համալրումը, դրանից հետո չգիտես ինչի խորհուրդ տրվեց, որ վերցնել պապիկների փափախները, հորեղբայրների թրերը եւ գնալ կռվելու չգիտես ինչ խմբավորումներով ու ընտրելով ղեկավար են դեպքում, երբ որ պիտի հզորացվեր եւ ավելացվեր բանակը, եւ դրանից հետո այդ քաղաքապաշտպանական խնդիրը, երբ որ պատերազմի ժամանակ դու ոչ այնքան զինվորի մասին ես մտածում, որքան նրա թիկունքում գտնվող նրա ընտանիքների, նրա երեխաների պաշտպանության մասին։ Իսկ քաղաքապաշտպանական համակարգը դա ազդարարումն է, դա տարհանումն է, պատսպարումը եւ անհատական պաշտպանության միջոցները։ Տեսեք, այդ Իրան-Իրաքյանը, որ ասացի, այդ ժամանակ մեկն իրար դեմ օգտագործում են քիմիական զենքեր։ Հիմա եթե մեր երկրում ասես հակագազ հակեք, հա, դուք թվաբանությունը ինքներդ կանեք, թե քանի հոգի կարող է հակագազ օգտագործել, այնէլ նայած որ հարվածի դեպքում։ Երբ որ ասում եք Իրան-իսրայելյան հրետակոծություն, դա շատ մեղմ եք ասում, որտեղ հրետակոծությունը դա նախկին պատերազմն է։ Իսկ այս պատերազմը արդեն հրթիռակոծություն է։ Եվ այստեղ տեսեք քաղաքապաշտպանությունը ինչ կարևոր նշանակություն է ստանում, որովհետև եթե նախկինում, նախորդ պատերազմներում եւ հիմա էլ մենք բնակչության պաշտպանությունը դիտարկում ենք, այսպես ասած անհատական պաշտպանության այնպիսի միջոցներով, երբ որ ժամանակավոր պահեստարաններ, շենքի նկուղ, շենքի առաջին հարկ, պատի հետևում, արվակի մեջ եւ այլը, որը այս պատերազմի պայմանների համար դա պաշտպանություն չի։ Բայց մենք փաստացի դա էլ լիարժեք չունենք։ Դա գիտեք ինչ, երբ որ ամեն ինչ զրոյից է սկսում, օրինակ ես էլ ամեն ինչ զրոյից սկսելով կսկսեի մեր քաղաքապաշտպանական համակարգը կառուցել, որտեղ բոլոր ժամանակներում էլ մենք խոսում ենք այն մասին, որ ժամանակը չի։ Վայ հիմա այնքան ուրիշ խնդիրներ կան, որ հեչ դրա ժամանակը չի։ Բայց երբ որ դու քո երկրի առաջ նայում ես քո պատմության խորքերը, տեսնում ես քո անցած ճանապարհը, գոնե մի քիչ չպիտի ուրվագծես քո անցնելիք ճանապարհը, ով ես դու, որտեղից ես գալիս, ուր ես ուզում գնալ, քանի հոգով ես ուզում գնալ։ Եթե մենակ ուզում ես գնալ ԱՄՆ, կարող ես հիմա էլ գնալ, բայց այս հողի վրա որ դու մնաս, զարգացնես քո երկիրը, քո հողը շենացնես, դրա համար ինչ պիտի անես, դրա համար գոնե ինչ որ տեսլական պիտի ունենաս, գոնե պիտի ունենաս ռազմավարական ծրագիր։ Մենք այսօր մեր ոչ միայն անվտանգության ռազմավարություն որպես այդպեսին չունենք, որտեղ նախորդ ռազմավարությունը լրիվ ցակուցրիվ եղավ, որ ոչ մի կապ չունի այսօրվա մեր իրականության հետ, հա, ոչ Արցախ կա այսօր, ոչ ուրիշ խնդիրներ կան, ու լիքը բաներ, որոնք վերածվել են սոս կենացների, այսինքն սոս ցանկություններ են, որի տակ ոչ գաղափար կա, ոչ գաղափարը կյանքի կոչելու ծրագիր կա, ոչ դրանց միջոցներ, ռեսուրսներ եւ ոչ էլ տրամադրություն, որովհետեւ այսօր մեր ազգը երբևէ այսքան պառակտված, երբևէ այսքան ոչ գործընկերային, երբևէ այսքան իրար դեմ թշնամաբար չի եղել։ Պատմության տարբեր դրվագներում եղել են տարբեր ըմբռնումներ, տարբեր ուղղվածություններ, մեկը պարսիկներին էր պաշտում, մյուսը հռոմը, մեկը այս կողմ էր նայում, մյուսը այն կողմ, հիմա մեկը հյուսիս է նայում, մյուսը արևմուտք, բայց ոչ մեկը չի նայում իր հողին։ Ախր ինչ անեմ, որ այս հողը, տեսեք Իջևանում Աշոտ Երկաթի արձանն է դրված, եւ ասենք երեխաների ուսուցման եւ բոլոր դասագրքերում եւ բոլոր պաստառներում ուրեմն դրված է Աշոտ Երկաթի արձանը որպես խորհրդանիշ մի արքայի, որը պետություն ամրապնդեց, որը եւ արաբների դեմ եւ արևմուտքի դեմ եւ բոլորին իրար հետ կռվածնելով եւ իր քաղաքական կամքի եւ իր զորավարական կամքի համար ստացավ Երկաթ մականուն, Աշոտ Երկաթ, որին նույնիսկ հայոց ու վրաց արքա էին ճանաչում եւ արևմուտքում եւ հյուսիսում եւ ամենում։ Եվ այդ գաղափարները, որ հերոսներ ես չեմ ասում, մենք մատից ծծած հերոսներ սարքենք, այլ շատ կարևոր է, որ մենք նայենք գոնե ինքներս մեր ակունքները, որովհետեւ մի օրինակ բերեմ, երբ որ ծառը
խոր արմատներ ունի, ինչ քամի է լինի, փոթորիկ է լինի, ցրտահարություն, ինչ աղետ որ բերես այդ ծառի գլխին, ինչ ուժեղ քամի էլ որ նրան ուզենա տեղահան անի, այդ ծառը ամուր կմնա, կճկվի, կթեքվի, բայց ամուր կմնա։ Մենք հիմա նմանվել ենք մի անարմատ ծառել չէ, թփի, որը որտեղից քամի փչում է, մենք այդ ուղությամբ սկսում ենք շարվել, իրար չանգրտելով, իրար վիրավորելով, իրար ոչնչացնելով, բայց դա մեզ ապագա չի տալիս։ Հիմա եթե այս ամենը տեղափոխենք արդեն մասնավոր դաշտ, քաղաք պաշտպանության հենց համակարգ ու սկսենք ամենապարզ բաներից, թաքստոցներ, ազդարարման համակարգ, իրազեկվածություն։ Այդ երեք կոմպոնենտի մասին ես կուզեի ձեզ հետ խոսենք։ Ես տարբեր ռեպորտաժներ եմ արել ու արձանագրել եմ, որ օրինակ թաքստոցների մասով մենք լրջագույն խնդիր ունենք մաքրության։ Ու այդ գիտակցությունը մարդկանց մոտ չկա մի կողմից, մյուս կողմից է օրենսդրական խնդիրներ չկան։ Այստեղ ինչ խնդիր ունենք։ Նախ սկսենք ազդարարման համակարգից։ Օրինակ վերեմ, ասենք Երևանի քաղաքապետարանը հայտարարում է, որ ներողություն, այս ինչ տեղում հնչելու է ազդարարումը, այստեղ միանելու շչակ եւ այլ եւ այլ։ Սա ոչ թե ներողություն պիտի խնդրես, այլ մարդկանց համար սա պիտի դառնա խաղ ու պար, կյանքի առօրյա։ Այսինքն ես այդ նույն Իսրայելի օրինակը, որ բերում եք, Ամերիկայի Միացյալ Նահանգներում տարբեր տեղերում, ուրեմն մարդիկ անընդհատ խաղում են այդ խաղերը։ Սրանք ուսուցման ձևեր են, որոնք խաղի միջոցով շատ ավելի լավ, այսինքն փոքր ժամանակից երեխաները պիտի լսեն, սա օդային տագնապ է, սա ուշադրություն բոլորին, ինչ ա եղել, քիմիական խնդիր է, օդային տագնապի ավարտ է, ինչ որ բանի խնդիր կա, այսինքն երբ որ դու տարբերում ես դրանց ձայները, երբ որ դու անընդհատ լսում ես եւ զգուշացնում ես, որ սա ուսումնական միջոցառում է, սա ուսումնավարժություն է, եւ դա դառնում է քո կյանքի մի առօրյան, այսինքն մեզ մոտ տեսեք, էլի քաղաքապաշտպանություն եմ ասում, բայց պիտի խոսենք անվտանգության մշակույթի մասին, այսինքն փոքր ժամանակվանից մեզնից յուրաքանչյուրը պիտի դաստիարակված լիներ սովետի ժամանակ կեղծուտ բան, բայց կար է դաստիարակության հիմա չկա, այսինքն փոքրուց երբ որ դու սովորում ես, որ ազդանշանը հնչում է եւ դու արդեն ասում եք ճապոնացիները ավտոմատ ամեն ինչ անում են եւ այլն, այ բալամ եթե դու էլ խաղաս, դու էլ զբաղվես, դառնա քո կյանքի առօրյա այդ անվտանգության մշակույթը, դու կհասկանաս եւ հակահարդեհային միջոցառումները եւ հակաօդային միջոցառումները այսօր ամբողջ աշխարհում ուրեմն աղետների դեմ պայքարը եւ քաղաքապաշտպանությունը այսպես ասած միավորվել են իրար, որտեղ նույն բանակը ներգրավված է աղետների դեմ պայքարում։ Այդ Ամերիկայում, որը Կանզասի նահանգը մեր հետ է 15 տարուց ավելի համագործակցում ենք, իրանց մոտ այդ գվարդիա կոչվածը, որը ստեղծված էր բանակում, գվարդիան ամբողջովին հայացն ուղղած է դեպի արտակարգ իրավիճակները։ Եվ այդ ազդարարման մասով ասեմ, որ քաղաքապետարանը նշում է, որ Երևանում ամբողջությամբ համակարգը համալրված է։ Նոր այդ խնդիրը լուծված է եւ ազդարարման համակարգը ներդրված է եւ այդ շչակները դա այդպես մի թանկարժեք բան էլ չէ, եթե պետությունը այսպես պարանոց է դնում, որ ինքը պիտի այս խնդիրը լուծի, շատ հեշտությամբ կարող է լուծել։ Ուրեմն ազդարարման համակարգը, երբ որ դու տեղակայեցիր, դու պետք է ներդնես այդ ազդարարման համակարգի ներազդեցությունը, այսինքն երբ որ լսեցի այդ ձայնը, ես ինչ պիտի անեմ, հա, երբ որ դու ինձ ասում ես մտի մի սենյակ, որի դուռը փակ է, կամ ասում ես մտի մի սենյակ, որտեղ ինչ-որ բան եմ վաճառում, այս այդ մասին խոսել եմ, որ ընդհուպ մինչև դատախազություն ասանք եւ իրավական շատ սանկցիաներ գործադրեցինք եւ այդ ուղղությամբ ոչ թե պիտի գործը կանգնի, այլ շարունակություն ունենա, որ պարտադիր բոլոր այն հատվածները, որոնք ապահովության, անվտանգության հետ կապ ունեն, նրանք պիտի պարտավորություն վերցնեն, որ երբ որ
վտանգը ստեղծվի, ես կարճ ժամանակում պիտի գոնե այս շենքի բնակիչներից այսքան տոկոս, այսինքն բոլորը պլանի մեջ պիտի լինի, քանի րոպեից այս օբյեկտը քանի հոգի կարող է ընդունել, իսկ այդ օբյեկտը պիտի ունենա ջրի պաշար, պիտի ունենա օդապոխության պաշար, պիտի զուգարնային համապատասխան տնտեսություն ունենա, օդը կարողանա դրսից փակելու հնարավորություններ ունենա եւ նաեւ ուտելիք ջուր նշեցի, կենսապահովման խնդիրները լուծվելու։ Այս ամենը ներքին գործերի նախարարությունից ասում է, որ լուծված է 2022-ից հետո կառուցված շենքերի դեպքում, բայց մինչև 2022-ը ու առավելևս խորհրդային տարիների շենքերում ասում են խնդիրը շատ վատ է։ Դե հիմա իրանք չպիտի ասեն, որ իմանանք, որ շատ վատ է։ Իրոք շատ վատ է եւ չեմ ուզենա այդ վատը շատ խորացնել եւ ընդգծել, բայց բոլոր դեպքերում պիտի հասկանաս, որ դու այսօր, ասենք, մանկապարտեզներ պատվիրեց պետությունը UNICEF-ին, հա, նույնիսկ սահմանամերձ կա, առանց ուրեմն ապաստարանների այդ մանկապարտեզ դպրոցները կառուցվեցին առանց ապաստարանների, որ ոչ մի ուղեղիդ ոչ մի ցալքի մեջ չի տեղավորվում։ Երբ որ այդ նույն ձեր նշած Իսրայելում շենքի բնակիչների վերևի համար են անվտանգության բաներ, կողքի սենյակն են սարքում, մինչև նկուղ հասնելը, այսինքն ու անվտանգության մենք երբ որ խոսում ենք այդ ապաստարանների մասին, միշտ պետք է ռիսկը հասկանաս, այսինքն գլուխդ որ կասկան դնում ես, ինչ զենքի համար ես դնում, հա, կասկայով դու հրթիռից չես պաշտպանվի, բայց գոնե որ կրակում են բեկորաբան, վնասված փոքրիկ բաներից ինքը քեզ կպահի։ Դրա համար դա բոլորովին այլ որակի քաղաքապաշտպանություն է Իսրայելում։ Իսկ մենք այն առաջին համաշխարհային պատերազմի ժամանակների բաներից ենք խոսում, հա, պաշտպանվելու համակարգից ենք խոսում։ Իսրայելում, Ուկրաինայում, նաև Ճապոնիայում ես տեղեկ եմ, ինչքանով որ ես եմ ուսումնասիրել, կան հավելվածներ։ Հավելվածների միջոցով իրազեկվում է հավանական հրթիռակոծության կամ հրետակոծության, օրինակ Ուկրաինայի դեպքում, Իսրայելի դեպքում է հրթիռակոծության կետերի մասին, ինչն է դժվար Հայաստանում դա ներդնել։ Ուրեմն գոյություն ունի քաղաքացիական համաշխարհային կազմակերպություն, որը իր մեջ ներառում լավագույն փորձը, եւ բոլորովին դժվար չի, եւ ՆԱՏՕ-ի մեջ էլ կա քաղաքացիական պաշտպանության եւ հապկում, որոնց հետ համագործակցում ենք, էլ կա քաղաքացիական պաշտպանության։ Այսինքն երբ դու քո խնդիր, այս օրինակը ես միշտ բերում եմ, Չիլիի օրինակը Պինոչետով։ Հա, երբ որ Չիլին դուք գիտեք, որ աշխարհի ամենահաճախ եւ ամենաուժեղ երկրաշարժերի երկիրն է։ Իսկ այսօր ամենասեյսմա, նույնիսկ սեյսմականություն չեմ ասել, չեմ վախենա ասել, սեյսմաանվտանգ երկրներից մեկն է, որտեղ Պինոչետի գալուց հետո ինքը հայտարարեց պատերազմ, որն է քո դու երկիր ես կառավարում, դու պետք է սկզբի համար գնահատես քեզ սպառնացող բոլոր տեսակի վտանգները, դրանցից եկող ռիսկերը, մշակես այդ ռիսկերը նվազեցնելու, կառավարելու, կանխարգելելու միջոցառումներ, որը սկսվում է դիվանագիտականից, վերջանում է կոնֆետ բաժանելով, այսինքն բոլոր գործիքները պետք է օգտագործվեն եւ երբ որ դու խոսում ես այն ռիսկի մասին, որ դու կարող ես հրետակոծվես, ռմբակոծվես, հրթիռակոծվես, օդային հարձակումներ, քեզ կամ ասենք տանկեր եւ այլը, ուրեմն դու պետք է դրանց դեմ պաշտպանության քո մեխանիզմները մշակես։ Մեր դեպքում կա, բայց մշակում։ Մեր դեպքում ես ռազմական բաների փորձագետ չեմ։ Ես քաղաքապաշտպանության օրենքը միջև չեմ։ Քաղաքապաշտպանության ինչ որ խոսում եմ, որ այս 2 օրը ինչ որ ուզում են ընդունել, բայց ես գիտեմ, որ 22 թվականից փոփոխությունները, որ նախատեսված էին, այդ փոփոխությունները քննարկվում են եւ կայքում նույն վիճակում դրված է, որ սա դեռ քննարկվում։ Եվ քաղաքապաշտպանության, այսինքն գիտեք ինչ, մեկը բոլորը իրար հետ փոխկապակցված են։ Շատ կարևոր է, որ քեզ տեղեկացնեն, որ դու
զգաս քեզ պաշտպանված, որ քեզ համար սա ենք անում, այսօր ուսումնասիրենք, այս հանդիպեցինք, քննարկեցինք, վիճակը այսպես է, օր հասականից մի սանտիմետր լավ է, բայց մենք հիմա կիլոմետրերով առաջ ենք գնում եւ կանոնում ենք սա, այսինքն դա մեզ համար խնդիր է, մենք պատկերացնում ենք, որ դա մեզ համար կարևոր է, ժողովուրդ ջան, եւ մենք միասին այս խնդիրը լուծելու ենք։ Քեզնից էլ պահանջվում է որոշակի գումար նույնիսկ, որ պետությանը դու օգնես։ Ես մի հասարակ օրինակ բերեմ, ուրեմն 99 թվին հայ փրկարարները օգնության գնացին Թուրքիա։ Այնտեղ մեծ երկրաշարժ էր եղել եւ մենք սկզբում օգնություն տարանք, հետո փրկարարներ տարանք եւ այնտեղ միայն զինվորականներն էին զբաղվում։ Այս կարճ տարածության ընթացքում ուրեմն բացի այն, որ նախարարություն ստեղծեցին եւ ամբողջ գիտուժ ներուժ ներդրեցին եւ այլ, այսօր Թուրքիան ամենաառաջնակարգ երկրներից մեկն է սեյսմիկ ոլորտում նաեւ եւ կարեւոր մի բան, որը դժվար չի, որ մենք էլ անենք, որտեղ դա սեյսմիկի հարկ մցրեցին, այսինքն Ստամբուլը, որ խալխուլ եւ այլ հին վատ մեր շենքերի հետ համեմատ ենք, հա, նույն Ստամբուլը, եթե մեր մոտ, չգիտեմ, այն քանակի զոհ կլինի ուժեղ երկրաշարժի դեպքում, իրանք անգամ 100, հա, պատկերացրեք ինչ տարբերություն է։ Եվ այդ շենքերի ամրացնելը սկսեցին դպրոցներից, մանկապարտեզներից եւ կառավարչական շենքերից։ Եվ ոչ միայն վարկ վերցրեցին, ոչ միայն պետական փողեր դրեցին, ոչ միայն մունիցիպալ փողեր դրեցին, այլև ժողովրդից էլ հավաքեցին։ Այսինքն սեյսմիկ հարկը գնում էր ոչ միայն շենքը վերակառուցելու կամ նոր ամուր շենքեր կառուցելու համար, խոցելի տեղերը փակելու համար, նույնիսկ գիտահետական հետազոտությունների համար։ Ուրիշ խնդիր է, ինչպես բոլոր ասիական երկրներում, որ թափանցիկ չէր դրա ծախսը եւ լուրջ ընդվզումներ եղան եւ մեղադրանքներ եկան այդ գումարները օգտագործելու կապակցությամբ, բայց գաղափարի մասին է խոսքը, որ դու քեզ համար երկրիդ այդ Պինոչետը երբ որ հայտարարեց, որ իր համար իր երկրի գլխավոր ճշնամին երկրաշարժն է, որը անընդհատ լինելու դու քո երկիրը չես կարող լքել։ Սկսեցին սեյսմական շինարարությունը, սկսեցին բնակչության պատրաստությունը։ Պարոն Գրիգորյան, տեսեք, մենք սկսեցինք գաղափարական զրույցով, գնացինք շատ հետ ու հիմա ուզում եմ ավարտենք էլի այդ զրույցով։ Ես բացման խոսքում ասացի, որ մենք երկրորդ մասում ավարտենք զրուցենք Սասունցի Դավթի էպոսի օր, դուք նման գաղափար եք, հա, այդն էլ ճիշտ եմ հասկացել, օր սահմանելու մասին, ես կխնդրեմ մանրամասնել ինչով է սա կարևոր, ինչ կապ ունի քաղաքապաշտպանության հետ, ինչու զրուցել սրա մասին։ Դա ես գրել եմ, որ դիմականության ծրագրի շրջանակներում ուզում եմ իմ հեղինակած նախորդ օրենքին անդրադառնալ, երբ որ ես առաջարկում էի, որ դեկտեմբերի 7-ը Սպիտակ երկրաշարժի զոհերի հիշատակի օրը դառնա նաև դիմականության օր, շատերն ընդվզում են, մեր մոտ ողբալու օր են, որպես կանոն լինի։ Ամբողջ խնդիրն էր, որ դու հայտարես որպես պետություն, բավ է, ես միայն քար, շիրմաքար, ծաղիկ լացակումած եւ այլն, այս զոհերի հիշատակի լավագույն հարգանքը, այս զոհերի երեխեքի, այս զոհերի հայրենիքի, սեյսմակայուն երկիր դարձնելն է, դիմակայուն երկիր դարձնելն է, եւ այդ նույն օրը քո ժողովուրդ այդ խաղ ես որ ասում եմ, դա հնագույն ժամանակ մեր էպոսի մեջից էլ է գալիս, ես հիմա որ էպոսին կանդրադառնամ եւ երկար տևեց մինչեւ ուրեմն օրը ճանաչվեց նաև դիմականության օր։ Ես մտածել եմ, որ դա պիտի կոչվի հենց դիմականության օր։ Վերջին պահին սա այլևս այնտեղ չէ եւ ավելացրել են դիմացից աղետների դիմականության օր, բայց դա մենակ աղետ չի, դիմականությունը, անվտանգության մշակույթը սկսվում է, չգիտեմ, գազի, ծառի, ճյուղի, էլեկտրականության, հրդեհի, կենցաղային տարբեր խնդիրներից մինչև պատերազմ, այսինքն երբ որ դու դաստիարակում ես երեխա, որը պատրաստված է, իրազեկված է, որը խաղերով ուսուցանված է եւ այդ ուսուցանվածից հետո միջազգային փորձին է ծանոթ, լավագույն փորձին, քաղաց դասերին եւ այդ փորձով, փորձառությամբ նաեւ դու արժեքներ ես ներարկում, այսինքն
դուք հիմա ուզում ես մոտեցի հարցրու, ինչ սերունդ եք ուզում դաստիարակել, ասենք քո շրջապատում, հա, որ լինի ազնիվ, լինի վեհանձն, լինի բարի, լինի աշխատող, լավ աշխատող, կարողանա լավ, այսպես շրջապատի նկատմամբ նվիրատվության եւ այսպես տալու բան ոչ թե խլելու ոչ թե այսինքն յուրաքանչյուրիս էլ որ հարցնես ինչ սերունդ ես ուզում դաստիարակել կասեն լավագույն որակները որ բայց արդյոք իրական կյանքում այդպես է եւ դրա համար մանավանդ այս խառը ժամանակներում մանավանդ այն ժամանակ ինձ ասում են լավ հեչ դրա ժամանակը չի էլի մի լավ ժամանակ կլինի նոր կանդրադառնանք բայց երբ որ թվաց 2020 թվականից հետո էլ երբևէ չենք ունենա այն ժամանակը երբևէ չի էլ եղել այդ ժամանակ այն ժամանակ շատ միամիտ էինք մեզ թվում էր թե շատ ժամանակ կա բայց չէ մեր ամեն ինչը վարքյաններով է հաշվում կյանքում եւ դրա համար շատ կարեւոր է որ Սասունցի Դավիթը էպոսը որը մեր լավագույն որակների, մեր նաև թերությունների, թումանան մեր հայլին է էպոսը, այնքան արժեքներ կան այնտեղ ամբարված, այնքան արժեքներ կան եւ համամարտկային, եւ մեր էպոսը համեմատությամբ աշխարհի այլ էպոսների հետ, այնքան մարդասիրական բաներ կան նրա մեջ, որ դու այսինքն ՅՈՒՆԵՍԿՕ-ում նույնիսկ գրանցված որպես ոչ նյութական մշակութային արժեք եւ դու այդ արժեքներով պիտի քո երեխաներին դաստիարակես իսկ մեր դիմակայունությունը ո՞նց կբարձրանա դրանով կդիմակայունությունը կբարձրանա որովհետեւ դու կլինես ավելի արմատով դու կլինես տեսեք այնտեղ հատված բերեմ երբ որ խաչ պատերազմին որ միշտ իջնում էր մեր հերոսների աճբասկին հենց որ խամրում էր այդ խաչ պատերազմին հերոսները թուրանում էին երբ որ այն պահը հիշեք, երբ որ Ձենովոհանը ձենա տալիս Արցի Դավթին, որին գցել էին, հա մեր հերոսները շատ դյուրահավատ են, շատ շուտ խմիչքին են խափնվում, շատ շուտ խալխի կնանոց են ենթարկվում, հա, շատ հեշտ են խափում, ավելի շատ նետվում են համաշխարհային միջազգային գնային 40 հոգու մորուսներին անմորուս գնա պսակի, քան թե գա իր երկրի խնդիրները լուծի, երբեմն երբնազանց են լինում եւ այս բաների վրա մեր այդ արժեքները պիտի մենք փոխանցենք մեր երեխաներին ես հիշեցնեմ Ձենովոհանի հատվածը երբ որ նա ասում է հիշիր ով ես դու հա Եվ երբ որ նա հիշում է, թե ինքը ում որդին է, ում թոռն է, հիշում է իր քուրկիկ Ջալալին, հիշում է իր թուրքեծը, այսինքն իր ինքնությունն է հիշում։ Նրա դեմ էլ ոչ փոս կլինի, ոչ 40, ուզում ես 100 քարտիր, այսինքն ինքնության այդ գիտակցումը, դա այն ես որ խոսում էի ծառի մասին, արմատների մասին, այդ արմատների տեր պիտի կանգնես, այդ արժեքները քեզ դարերով եկել փոխանցվել է ու հիմա դու դա թողած ուրիշ ես բոլորովին այն տրեխավոր, պեխավոր եւ փափախավոր հայրենասիրության մասին չեմ խոսում ես խոսում եմ աշխարհ տեսածի տեսանկյունից ես խոսում եմ ժամանակ անցածի տեսանկյունից եւ նաեւ գրականություն ու պատմություն յուրացրածի անունից որը տեսնում է թե ինչպես կարող են այդ արժեքները մեր երակները լցնել իրար նկատմամբ սիրով ու հավատով լցնել այն արժեքներով որով այս պետությունը հիմա որ դարձել է ժողովուրդը այս ազգը այս պատմության միջով անցել է որն է եղել այդ կատնաղբյուրի զորությունը որը կարողացել է հզոր գետեր ճեղքի որն է եղել մեր ներքին այն էությունը այն արմատը որը հնարավորություն է տվել որ մենք կարողանանք բոլոր կողմերից մեր վրա եկող այս հարձակումներին դիմավորել Սասունցի Դավթի այնելեն մարդասիրական կոչով, որով քնած է արթուն կացեք, որը երբեք ուրիշի ավելորդ կոտորած չի անի, որը երբեք ուրիշի հող չի վերցնի, բայց միշտ կկանգնի իր երկրի պաշտպանության դիրքերում։ Այս արժեքը մենք պիտի փոխանցենք, ես օրինակներ տարբեր երկրների շատ եմ բերել, բայց ես լրիվ պատկերացնում եմ եւ մեր ոչ թե դա ուտուշ խմուշ քեֆ ծնունդ էպոսի ծնունդ որպես այդպեսին են, այլ ոնց որ այն տանկերը հա որ սփյուռքից եկածվել են Սասունցի այդ հենց մարտական տանկերի նման մեր հոգու հաղթանակ որ գնաս
եւ կարողանաս միավորել բոլորին, զգալ քո ուժը, հասկանալ քո ուժը, գնահատել քո ուժը եւ կարողանաս նաեւ բոլորին բացատրել քո այստեղ ապրելու իրավունքը եւ դարերով ապրելու եւ լեզվի, հա տենց էպոս կա որ քեզ բերի 62 հատ բարբարային հատված եւ քո լեզվի ամբողջ հարստությունը քեզ փոխանցի դարերի խորքից եկած եւ քո այն չգիտեմ այսօր մոներ քննարկումներ ա գնում արևմտյան, արևելյան, սա մեր հողն է, Արաքսիցեն կոմում հողն է եւ այլ ոչ թե այստեղ հողային գիտակցություն է, այլ խոր արմատային գիտակցություն է, որը հնարավորություն կտա, որ մենք իրոք մեզ կարևորելով, մեզ ոչ մեկից չգերադասելով կարողանանք մեր ես այդ միշտ ասում եմ, որ ձեր դեմ դուրս կգա Սասունցի Դավիթը իր թուրք եծակիով Շատ բարի, շնորհակալ եմ բավականին հետաքրքիր բազմաբևեռ զրույցի համար։ Իմ կարծիքով այս վերջին մասը մենք մոտ ապագայում արժի առանձին խորասուզվել, ներկայացնել, որովհետև այսօր ես նկատում եմ, որ մենք շատ ենք առօրեական, երբեմն նշանակություն չունեցող, այդ թվում իշխանության կողմից նշանակություն չունեցող թեմաների շուրջ քննարկումներ ծավալում բավականին շատ է հանրային ռեսուրսը դրա վրա ծախսվում, փոխարենը զրուցենք ավելի խորքային ու արժեքավոր հարցերից։ Շնորհակալություն եւ այսքանը ավարտենք մեր հարցազրույցը։ Իմ զրուցակիցը Նիկոլայ Գրիգորյանն էր, շնորհակալություն, որ մեզ հետևեցիք, հաջողություն։